հունիսի 7-ին Հայաստանում ազգային ժողովի ընտրություններին ադրբեջանական անօրինական միջամտությանը։ Ինչ նկատի ունեմ։ Վերջին ժամանակներս ադրբեջանական իշխանության բարձրացիչյան ներկայացուցիչներ Ադրբեջանի նախագահի, Պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցներ հայտարարում են, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում իշխանությունը մնա այն ուժերի ձեռքում, որոնց գործունեությունը համահունչ է Ադրբեջանի ռազմավարական նպատակներին։ Դրանից բացի ահաբեկում են հայ ժողովրդին, սպառնում են պատերազմով, նշում են, որ տարածքային նոր պահանջներ կներկայացնեն, ակնհայտորեն նկատի ունենալով նրան, որ պետք է ամեն ինչ անեն, որ վերընտրվի Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն։ Եվ քանի որ Եվրոպական միությունը հայտարարել է, որ ունի գործիքակազմ արտաքին միջամտությունների դեմ պայքարում, մասնավորապես նաև պայքարելու է Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտության դեմ, նամակով Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին երկու հարց են բարձրացրել։ Առաջին, պետք է հայտարարել, որ կա Հայաստանի ընտրություններին ադրբեջանական միջամտություն, դատապարտել այդ միջամտությունը, ընդլայնել գործիքակազմը Եվրոպական միության, որով ընթացիկ վերահսկողություն կսահմանվի նաև ադրբեջանական միջամտության դեմ, որ կանխվեն բոլոր փորձերը։ Եթե պայքար ենք տանում ընտրություններին արտաքին միջամտության դեմ, ապա այդ մոտեցումը պետք է լինի հավասար եւ տարածվի բոլոր երկրների վրա ու բոլոր այն դեպքերի վրա, երբ կա այդպիսի միջամտություն։